Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբ նշանակվեց այդ պաշտոնին, որոշում կայացրեց, որ 1000 դրամ յուրաքանչյուր քաղաքացի ամսական պետք է փոխանցի ֆոնդի, որով որ պետք է այն զինվորները, որոնք կմահանան պատերազմում կամ նրանց սոցիալական վիճակը թեթևացնելու համար կօգտագործվի, ինչ նպատակ ունի սա եւ ինչ խորը շերտեր կան սրա տակ։ Ոմանք մեղադրում են նաեւ, որ խաղաղություն չգտան, արդյունքում նոր փող աշխատելու միջոց են գտել, ինչ ռիսկեր եք դուք տեսնում։ Գիտեք, փորձեմ այս հարցին փուլ առ փուլ հերթականությամբ պատասխանել, որտեղ շատ ճիշտ հարցադրումներ տվեցիք։ Այս գործընթացը, այդ օրենքը, դա այս իշխանությունների Հայաստանում իշխող ռեժիմի հերթական ցինիկությունն է։ Ինչու հերթական, որովհետև միշտ նման բաներ իրանք արել են եւ շարունակում են նույն ոճով գրպանահատի հոգեբանությամբ այդ շարունակում են իրենց գործողությունները։ Ի սկզբանե նշեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում ոչ թե հիմա, այլ ամենասկզբից, հենց որ Հայաստանը դարձավ անկախ պետություն, անհրաժեշտ էր օրենք զինվորների, զինծառայողների, ինչպես նաև կամավորների սոցիալ ապահովագրության, ինչպես նաև այդ հաշմանդամ զինծառայողների, զոհված զինծառայողների, ընտանիքների սոցիալ ապահովագրության այդ պետք է լիներ օրենք, շատ լայն օրենք, որի մեջ պետք է մտնեն ոչ թե ոնց որ իրենք ցինիկաբար նշում են 2017 թվականի հունվարից հետո զոհվածները եւ վիրավորվածները, այլ ընդհակառակը պետք է մտնեին 1987-88 Արցախյան այդ ազգային ազատագրական պայքարից սկսված բոլոր կամավորների եւ զինվորականների, զինծառայողների, զոհվածների ընտանիքները, ինչպես նաեւ հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքները, անձանց համար լիներ, ինչպես նաեւ մասնակիցների համար լինեին սոցիալական ապահովագրության լայն փաթեթներ։ Այդ տարանջատումը ընդհանրապես պետք է չլինեն։ Այսինքն մենք կարիք ունենք այդ օրենքի, որի մեջ պետք է նորից նշեցի, մտնեն բոլոր մասնակիցները, ովքեր 87-8 թվականից որպես զինծառայողներ կամ կամավորներ մասնակցել են։ Եվ դա պետք է լինի շատ լայն փաթեթներ։ Սակայն այդ փաթեթներով պետք է ուղղակիորեն այդ փաթեթների վճարումները կատարի պետություն։ Նայեք, այս օրենքը կարելի է դիտարկել եւ բարոյականության տեսակետից եւ քաղաքական տեսակետից։ Սկզբից փորձենք բարոյականության տեսակետից դիտարկել։ Եթե այդ տեսակետից դիտարկում ենք, ինքը կատարել անբարոյականություն է, որովհետեւ մենք նայեք տեսնում ենք, որ թե ինչ է կատարում բանակում։ Ապրիլյան այդ 4-օրյա պատերազմը ավելի հստակ ցույց տվեց, թե ինչ վիճակում է գտնվում հայոց բանակը, ցավոք սրտի եւ առաջնագիծը։ Մինչ այդ պատերազմն էլ, գիտեք, քանի որ ոնց որ հայտնի աճպարարներ ասում, սա փոքր երկիր է, այո, փոքր երկիր է եւ փոքր երկրում բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում։ Եվ մենք տեսնում ենք, թե ուրեմն փոքրիկ Հայաստանում 100-ից ավել գեներալներ ինչ ճոխության մեջ են ապրում, ջիպեր, դղյակներ, օբյեկտներ, որոնք օդից չեն հայտնվել, այսինքն դրանք զինվորներից, այդ պաշտպանությանը հատկացված գումարներից այդ մսված փողերով է այդ ամբողջը տեղի ունեցել։ Տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում զինվորը, որ հասարակությունը այս տարիների ընթացքում եւ ծնողները, եւ այդ զինվորների ծնողները, եւ հասարակությունը ընկած բանակ է հասցնում շորերից, կոշիկներից, անձրևանոցներից եւ հեռադիտակներից սկսած ամեն պարագա։ Մնում է փամփուշտ ու զենք առնեն, հասցնեն առաջնագիծ։ Ապրիլյան պատերազմի այդ օրերին, երբ որ ակնհայտ դարձավ, թե ինչ վիճակում է գտնվում առաջնագիծը, ողջ հասարակությունը լծված էր այդ գործին։ Այսինքն ակնհայտ է, որ հայ հասարակությունը ինքը հայկական բանակի համար, որովհետև դա մեր բոլորիս բանակն է, ինքը իր վերջի շորը չի խնայի։
Բայց այս արձագանքները, որ 1000 դրամի հետ կապված ստացան, դա հենց արդյունք է, որ հասարակությունը տեսնում է, որ կոպիտ ասած գնում է իրեն հերթական մոլորեցնելու գործընթաց։ Այսինքն ոչ թե խոսքը գնում է իրականում բանակի հզորացման, այդ զինվորների խնդիրների լուծման հարց, այլ դրա տակ թաքնված է բացառապես այլ խնդիր։ Այդ անբարոյականությունը հենց կապված է սրա հետ, որ հենց որ տարիներ շարունակ ռեժիմը եւ ռեժիմի մաս կազմող գեներալիտետը զբաղված են եղել բանակի ռեսուրսները մսխելով եւ դրա շնորհիվ անձնական հարստացման հարցեր լուծելով, դրանից հետո խոսել, որ եկեք քաղաքացու վրա անձնապես դնենք այդ 1000 դրամ, հենց դա է այդ ցինիկությունը։ Առավել եւս նայեք, հենց քանի որ Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարում։ Այսօր ամբողջ անվտանգությունը, բանակի այդ բոլոր խնդիրները դրված են շարքային քաղաքացիների ուսերին, ոչ թե ողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ դա հենց այդ շարքային քաղաքացիների երեխաներն են գնում ծառայում առաջնագծում, շարքային քաղաքացիներն են, որ իրենց երեխաներին հասցնում են այդ շորերը, կոշիկը եւ մնացած պարագաները առաջնագիծ։ Տարիներ շարունակ չեն լուծվել այդ բազմաթիվ անվտանգության հարցեր։ Մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական վերնախավը ռեժիմը իրանց որևէ ներկայացուցիչ իրանց երեխանից բանակում երբևիցե չի էլ ծառայել։ Այսօրվա դրությամբ նայեք հանրապետական կուսակցության այդ վերնախավին, Տարոն Մարգարյան, Շարմազանը Վեդի, Կարեն Ավագյան, ոչ մեկը չի ծառայել բանակում։ Նրանց երեխաները վստահ եմ նույնպես չեն ծառայել բանակում, ոնց որ իրանց այրերը։ Նայեք, աբսուրդի գագաթնակետը կայանում է նրանով, որ նույն այսօրվա պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը ռեալում ինքը նույնպես բանակում չի ծառայել։ Իր կենսագրության մեջ, որ նշված է, որ պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանի ռեֆերենտ է եղել, բոլորս հասկանում ենք ինչ է եղել։ Ժողովրդական լեզվով ասած, այդ մարդը փոխանակ գնար ծառայել առաջնագծում, ոնց որ ծառայել են իր հասակակիցները, այսինքն Ադրբեջանի դիպուկահարների բերան կանգներ, ինքը պաշտպանության նախարարություն պիսարություն արել անվտանգ կերպով։ Այ էս է եղել իրականություն։ Եվ այսօր աբսուրդ է, պիսերին նշանակել են պաշտպանության նախարար եւ այդ պիսերը զբաղված է այդ շարքային քաղաքացիներից վերջի 1000 դրամները քերթելով։ Իրանց համար իհարկե այդ 1000 դրամները որևէ խնդիր չի լուծում։ Իրանք ոչ ծառայել են բանակում, ոչ կծառայեն, ոչ կլուծեն այդ հարցերը, բայց այն անձը, որը ստանում է 60-70 հազար դրամ, իր երեխային ուղարկել է բանակ, իր այդ 60-70 հազար դրամով իր երեխային զինվորական շոր կոշիկ ու մնացած պարագաներ է հասցնում բանակ, դեռ ասում են մի 1000 դրամ էլ տուր, հենց դա է անբարոյականությունը։ Դա այլ բան քան անբարոյական, անհնար է անվանել։ Վիգեն Սարգսյան իր այդ ռազմահայրենասիրական ելույթների փոխարեն լավ կներ ժամանակին գնար ծառայել իրականում բանակում, կանգներ առաջնագիծ, եթե չի կանգնել, թող գնա հիմա կանգնի, որպես շարքային, այլ ոչ թե ամբողջ ժամանակ ապահով պաշտպանության նախարարություն պիսարությունից հետո հիմա էլ անցել է, այսպես ասած, նոր միջոցներ հորինում առանց այդ չունևոր քաղաքացիներին քերթելու համար։ Այս է իրա, չնայած ես հասկանում եմ, որ սա այլ ծրագիր է, սա մենակ քաղաքացիներից փող պոկելու ծրագիր չի, որը ես քաղաքական մասում կասեմ։ Նայեք, անբարոյականությունը հենց որ բոլորս տեսնում ենք, թե ոնց են հարստանում գեներալները, ասել, որ գիտեք, շարքային քաղաքացին պետք է լուծի այդ հարցը։ Առաջադրել են ինչ-որ կոնցեպտ, նոր Վիգեն Սարգսյանի կոնցեպտը ազգ բանակ հասկացություն։ Ազգ բանակ հասկացությունը բացառապես այլ բան է։ Այս բանակ հասկացությունը չի սկսում փող քերթելուց։ Դա բացառապես այլ մոդել է։ Եթե ցանկանում են այդ մոդելը նայել, թող նայեն Իսրայելին։ Իսրայելում դա ազգ բանակ հասկացություն է, որը առաջնահերթ սկսվում է հենց հասարակության կողմից բանակի նկատմամբ տոտալ վերահսկողությամբ։ Այսինքն հասարակությունն ու բանակը սերտաճում են եւ հասարակությունը լիովին վերահսկում է բանակում տեղի ունեցող գործընթացին։ Ազգ բանակի կոնցեպտը դրանից է սկսվում։ Հայաստան ինչ վերահսկողության մասին է խոսքը, երբ որ բոլորը տեսնում են, թե ոնց են մսվում բանակի փողերը, դրա մասին լինում են բազմաթիվ հրապարակումներ եւ այդ
մարդիկ ում մեղադրում են այդ բանակի փողերի մսման մեջ, նրանք սկսում են զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ նշանակվել։ Այնպես չէր, որ այս գումարը Հայաստանի բյուջեի համար այնպիսի գումար էր, որ ինքը չէր կարող այլ տեղերից հայթայթել։ Ակնհայտ է, որ իրենք շատ հանգիստ կարող էին այս գումարը այլ տեղերից հարկերի միջոցով հայթայթել եւ որևէ հասարակական ինչ-որ վրդովմունք չէր առաջանա։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ իրենց նպատակը հենց հասարակական վրդովմունքի առաջացումն էր։ Ես ինչպես նշեցի, Վիգեն Սարգսյանը շատ հեռու է զինվորական գործից, բանակաստեղծությունից, բանակից։ Այդ մարդը ուզում են այդպիսի վրդովմունք։ Ես հիմա կբացատրեմ հերթականությամբ։ Նայեք, այդ մարդը մշտապես երկար տարիներ կարելի ասել Սերժ Սարգսյանի պիսր լինելով, ռեֆերենտ լինելուց հետո ինքը հանդիսանում է իր մտերիմներից։ Իր պաշտպանության նախարար նշանակվելու համար ինքը պարտական է միմիայն դրան։ Այսինքն Սերժ Սարգսյանը ոչ թե նպատակ է դրել նշանակել այդ պաշտոնին համապատասխան զինվորականի համապատասխան կադրի, այլ իր նպատակը եղել է այդ պաշտոնում դնել մի մարդու, որը իր տոտալ կերպով իրեն նվիրված է եւ վերահսկելի է։ Դա վերջի տարիների Սերժ Սարգսյանի ողջ քաղաքականությունն է։ Եթե մենք նայենք իր մնացած նշանակումներին, մենք դա հստակ կտեսնենք։ Եթե թողնում ենք քաղաքական այս կամ այն խարդավանքից ելնելով նշանակումները, մնացած առումով ինքը նշանակում է մարդկանց, որոնք իրեն անվերապահորեն ինքը վստահում է։ Օրինակ նայեք, ԱԱՑ-ի պետ նշանակվում է մի մարդ, որը ԱԱՑ-ի հետ բացառապես կապ չունի։ Անգամ Facebook-ում կեղծ fake ad չէր կարողացել բացել եւ բռնվել էր։ Հիմա նշանակվում է պաշտպանության նախարար մի մարդ, որը ասում եմ, անգամ բանակում նորմալ չի ծառայ, ՊՆ-ում անվտանգ կերպով սենյակում նստած պիսարություն արել։ Բայց իր նրանց միակ արժանիքն նա է, որ իրանք անվերապահորեն նվիրված են Սերժ Սարգսյանին եւ կկատարեն նրա ցանկացած կամք եւ ցանկացած ցանկություն։ Հիմա նայեք, երկար տարիներ Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են ամեն գնով հայ հասարակության ուղեղը մտցնել, թե ինչ ծանր բեռ է այդ ազատագրված տարածքները, Արցախյան խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ վերջի օրերին նույնպես խոսում էին Արցախյան ազատագրված տարածքները հանձնելու մասին։ Դա եւ նա է խոսում մշտապես դրա մասին։ Հիշենք, որ նույն Վիգեն Սարգսյանը 2010 թվականին ԱՄՆ-ում ինչ-որ կոնֆերանսի ժամանակ բառացի հայտարարում էր, որ ազատագրված տարածքները չեն դիտարկվում հայկական հողեր եւ դրանք հանձնվելու են։ Այսինքն նշանակում է պաշտպանության նախարար մի մարդ, որը իր ուղեղում նստած է, որ Արցախի ազատագրված տարածքները դա հայկական հող չեն եւ ենթակա են հանձնման։ Այսինքն նշանակվում է մի մարդ, որը անվերապահորեն այդ առումով կկատարի Սերժ Սարգսյանի ցանկացած ցանկություն։ Իշխանությունները տարիների ընթացքում տեսան, որ հայ հասարակությունը բոլոր առումներով ընդվզում է Արցախի հանձնման դեմ, Արցախի ազատագրված տարածքների հանձնման դեմ։ Հայ հասարակությունը ակնհայտորեն հայտարարում է, որ որևէ զիջման հայ ազգը չի գնա։ Եվ դրա համար ինչ է պետք անել։ Պետք է ուղղակիորեն հայ հասարակության ուսերին դնել այնպիսի բեռներ, որ վերջի վերջո հասնեն նրան, որ հայ հասարակությունը ասի ինչ ուզում է կարեք։ Հենց այս 1000 դրամը նորից անհատապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերին դնել միմիայն այդ նպատակն է հետապնդում իրականության մեջ։ Որովհետև եթե նայում ենք այս իշխանությունների անգամ նույն Վիգեն Սարգսյանի կենսագրությունը, այդ մարդիկ այն մարդիկ չեն, որոնց հետաքրքրի իրականում հայ զինվորի խնդիրները, իրականում բանակի խնդիրները։ Ընդամենը սա նայեք, Վիգեն Սարգսյանը պրոֆեսիոնալ կերպով իրականացրել հենց որ ինքը աշխատել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար մի ֆունկցիա, դա ուրեմն ԶԼՄ-ների միջոցով հասարակությանը մոլորեցնելու գործառույթն է եղել։
Այդ հարցում ինքը բավականին մասնագիտացել է։ Իր վրա դրված է եղել հենց նախագահի աշխատակազմում այդ գործառույթը։ Հիմա այստեղ էլ ինքը ընդամենը ստացել է առաջադրանք, թե հասցնել հասարակությանը այն օրին, որ վերջի վերջո հայ հասարակությունը ասի ինչ ուզում եք արեք։ Որովհետև իրենք տեսան, տարիներ շարունակ հայ հասարակությունը ամեն գնով ընդվզում է դրա դեմ։ Ապրիլյան պատերազմից հետո 100-ից ավել զոհերից հետո էլ հայ հասարակությունը որևէ կերպ չի ցանկանում լսել ազատագրված հողերը հանձնելու մասին այդ կոնցեպտի մասին։ Եվ ինչ է պետք։ Ամեն գնով հասցնել հայ հասարակությանը, որ ինքը ձեռք քաշի, որ իրանք կարողանան արդեն ազատ գործել այդ առումով։ Նայեք, Ադրբեջանի իշխանությունները երբևիցե չեն ասել, որ եթե դուք գնաք այս կամ այն զիջումների հողային, ապա մենք էլ կգնանք զիջումների։ Երբևիցե որևէ Ադրբեջանի պաշտոնյա, լինի նախագահ, արտգործնախարար կամ ավելի ցածր պաշտոնյա, նման բան չի ասել այս 25 տարվա մեջ։ Իրանք միշտ ընդամենը ասել են սկզբից հանձնում եք սա, հետո սա։ Իրանց բոլոր պահանջները եղել է Արցախի Հայաստանի կապիտուլյացիայի ծրագիր, այսինքն ինչ փուլով պետք է տեղի ունենա այդ կապիտուլյացիան։ Իրանք երբևիցե չեն ասել որ կհանձնեք սա, մենք գոնե ինչ-որ զիջման կգնանք, որովհետև ադրբեջանական քաղաքական դասը նման բան ընդհանրապես չի քննարկում։ Իրանց համար իրանց ծրագիրը բացառապես այլ է, որովհետև հիմա այս պարագայում Հայաստանի իշխանություններն են, որ 20 տարուց ավել իրենք մշտապես հնչեցնում են այդ փողզիջում բառը, որը իրականում նշանակում է զիջել ամեն ինչ։ Ինչի է, չէ, ես ասեմ ինչի հետ է դա կապված։ Նայեք, ցավոք սրտի հայ քաղաքական որոշակի դասի մոտ ձևավորվել է այն պատկերացումը, թե այս վիճակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում այս վիճակը Արցախով, որ եթե գիտեք Արցախյան հարց չլներ, մենք լրիվ այլ երկրում կապրեինք, լրիվ այլ իշխանություն կլիներ։ Սա ոչ միայն սխալ կոնցեպցիա է, այլ ընդհակառակն է։ Քանի նայեք կա Արցախյան հարց, այս իշխանությունները գոնե որոշակիորեն պահում են բանակը, որոշակիորեն պահում են անվտանգությունը։ Օրինակ եթե ասենք 10 ռուբլի է հատկացվում բանակի անվտանգության համար, գոնե 5 ռուբլին են մսխում, որովհետև հասկանում են իրենք այդքանը, որ կարող է տեղի կունենա նոր պատերազմ եւ այդ նոր պատերազմում պարտության դեպքում իրանք այդ ռեժիմը կբնաջնջվի։ Հայ ազնն էլ կպարտվի, բայց իրանք էլ կբնաջնջվեն ցանկացած պարտության դեպքում։ Դրա համար գոնե ինչ որ նվազագույն ձևով փորձում են այդ բանակի վրա անվտանգության վրա փողեր դնել։ Դրա համար իրանց համար պաթոլոգիկ խնդիր է ամեն գնով լուծել Արցախյան հարցը, որովհետև հենց որ իրանք այդ հարցը արանքից դուրս է գալիս, այդ խնդիրը էլ չի լինում։ Արդեն իրանք հանգիստ կարողանում են արդեն 10 ռուբլին մսխել։ Այսինքն դրանից հետո վստահ եմ բանակել չի լինի, ոնց որ աֆրիկյան, ասենք, տարբեր պետություններ, ինչ որ անձնական բանդաներ կլինեն։ Այսօր հենց Արցախյան հարցով պայմանավորված է, որ իրանք որոշակի այդ պետության անվտանգության ատրիբուտները ստիպված են պահել։ Դրա համար նայեք, քանի որ դա իրանք համար բեռ է եւ իրանք տեսնում են, բայց ինչ գումարներ դեռ կարելի է մսխել, իրանք դրա համար են շահագրգռված ամեն գնով մեկ օր շուտ հանձնել, ազատագրված տասնել, փորձել ինչ որ լուծում գտնել, որպիսի այդ ադրբեջանական վտանգը չլինի եւ իրանք կարողանան այդ մնացած գումարներն էլ մսխել։ Միմիայն այդ ադրբեջանական վտանգն է իրանք ստիպում այդ անվտանգության վրա որոշակի գումարներ ծախսել։ Մանիպուլյացիայի ենթարկել, ասելով, որ դե չկա ռեալ վտանգ։ Դե իրանք գիտեք ոնց է, այսօր բոլոր հարցերում են փորձում մանիպուլյացիա ենթարկել, հարցը դա չի, հարցը նա է, որ ես բացատրեցի, թե ինչով են իրենք շահագրգռվածությունը մեկ օր շուտ ձեռբազատվել այդ խնդրից։ Նայեք, տարիներ շարունակ թալանել են զգալի գումարներ, նպատակն է ավել շարունակել թալանը եւ փորձել
ռեժիմը հավիտյան ինչ-որ ձևերով պահել։ Պատերազմը միշտ վտանգավոր է, որովհետև ինքը անկանխատեսելի է։ Դու կարող է պարտվես մի ճակատամարտ եւ սրբվես գնաս, էլի չմնաս իշխանության։ Դրա համար իրանք հիմա այդ շահագրգռվածությունը, իրենց այդ հարցերը չեն էլ տալիս։ Իրանք են ամեն օր շեշտում, որ մենք պատրաստ ենք դա տալ։ Ձեզնից ուզող չկա, դուք ում եք տալիս։ Իրանցից աշխարհը չի ուզում, Ադրբեջանը ընդհանրապես այլ բան է ուզում, բայց ասում են մենք պատրաստ ենք տալ։ Այսինքն այստեղ իրենք մատնում են իրենց իրական ցանկությունը։ Եվ այս ճանապարհին, որպիսի կարողանան նաև լուծել հասարակության խնդիրը, հասարակությունը որպիսի չդիմի ընդվզման, փորձնում են հասցնել հասարակությունը այս 1000 դրամով, վաղը 1000-ը կվերածեն 5000 դրամի։ Իրենք որևէ մեկի առաջ պատասխանատու չեն, ոչ մեկից կաշկանդված չեն։ Այսինքն ամեն գնով փորձել հասցնել հասարակությանը այն վիճակի, որ հասարակության համար արդեն միևնույն լինի այդ ազատագրված տարածքների խնդիրը, որովհետև իրենք տեսնում են, որ այդ հանձնման ճանապարհին իրենց ախոյանը հայ հասարակությունն է։ Իրականում այս ամբողջ 1000 դրամի հետևում թաքնված է միմիայն սա, որովհետև կարող եք դնել թուղթ ու գրիչով հաշվել, այս գումարը կարելի է, իրանք կարող են ցանկացած այլ տեղից հայթայթել։ Բազմաթիվ գումարներ կան։ Հայաստանում նայեք, որ ասում են փող չկա, ոնց չկա, ՊՆ-ն կարող է ասենք 50,000 ծախսել ինչ-որ մի ժամու կեսանոց միջոցառման համար։ Ինքը կարող են ասենք ինչ-որ ամբողջ քաղաքը պատել ինչ-որ հուշատախտակներով, այսինքն հենց որ պետք է գումար մսխելու, գումարները ճարվում են, բայց հենց որ պետք է իրականում ապահովել զինվորականների եւ նրանց ընտանիքների, զոհված զինծառայողների, հաշմանդամ զինծառայողների խնդիրը փորձում են այնպես անել, որ դա առաջացնի հասարակական ընդվզում։ Սա այս ամբողջ օրենքը եւ ծրագիրը նորից եմ ասում, սա հերթական ցինիկություն է, որի հեղինակը Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն են։